Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն, այս տեսանյութում կցուցադրենք, թե ինչպես է իրականանում փոխանակման ռեակցիան։ Փորձի ընթացքում կուսումնասիրենք նատրիումի կարբոնատի և մագնեզիումի սուլֆատի փոխազդեցությունը ջրային լուծույթում և ակնառու կտեսնենք, թե ինչպես են փոխազդում այդ նյութերը, առաջացնելով լուծույթի պղտորություն և նստվածք, որոնք փոխանակման ռեակցիային բնորոշ հատկություններից են։ Փորձի ընթացքում մեզ անհրաժեշտ են հետևյալ սարքավորումներն ու նյութերը։ Թվային կշեռք նախատեսված է նյութերը կշռելու համար։ Ի տարբերություն մեխանիկական և նժարավոր կշեռքների, թվային կշեռքը ապահովում է նյութի զանգվածի ճշգրիտ որոշումը։ Քիմիական կամ լաբորատոր բաժակ սանդղակավոր չափաբաժակ է, որով որոշվում է նյութի ծավալը և օգտագործվում է հեղուկների կամ լուծույթների ժամանակավոր պահպանման, խառնման ու տեղափոխման, ինչպես նաև զտման համար։ Հարմար է պինդ նյութերը հեղուկներում լուծելու կամ հեղուկներն իրար խառնելու, ինչպես նաև ռեակցիաներ իրականացնելու համար, հատկապես եթե անհրաժեշտ է մեծ ծավալի կամ առավել անվտանգ տարածք։ Քիմիական գդալիք նախատեսված է փոքր քանակությամբ նյութեր վերցնելու և փորձանոթի մեջ տեղափոխելու համար։ Ապակե ձող պատրաստված է քիմիապես կայուն և ամուր ապակուց, նախատեսված է լուծույթները կամ նյութերը հավասարաչափ խառնելու համար։ Չափագլան սանդղակավոր լաբորատոր անոթ, մենզուր, նախատեսված հեղուկների ծավալը չափելու և տեղափոխելու համար։ Աղյուսակ նախատեսված է փորձի տվյալները գրանցելու համար։ Մատիտ անհրաժեշտ է փորձի արդյունքները աղյուսակում գրանցելու համար։ Նատրիումի կարբոնատ Նատրիումի կարբոնատը հայտնի է նաև սոդա անվամբ, որը անօրգանական միացություն է։ Լայնորեն օգտագործվում է արդյունաբերության տարբեր բնագավառներում։ Սպիտակ բյուրեղանման նյութ է, լավ լուծվում է ջրում, ունի հիմնային հատկություններ, ջերմակայուն է։ Մագնեզիումի սուլֆատ անօրգանական միացություն է, որը հաճախ հանդիպում է բյուրեղահիդրատի ձևով, էպսոմյան աղ անունով։ Սպիտակ բյուրեղանման կամ փոշենման նյութ է, լավ լուծվում է ջրում, ջրի հետ հեշտությամբ փոխազդում է, առաջացնելով տարբեր հիդրատային ձևեր։ Թորած ջուր մաքուր ջուր է, որում բացակայում են հանքային աղերը, օրգանական նյութերը, մանրեները և այլ աղտոտիչներ։ Ստացվում է ջրի գոլորշացման և հետագա կոնդենսացման միջոցով։ Էլեկտրականություն չի հաղորդում, քանի որ իոններ չի պարունակում։ Փորձը սկսելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության բոլոր կանոնները։ Հագնել խալաթ, ռետինե ձեռնոց և դնել ակնոց։ Փորձը կատարել քարշիչ պահարանում։ Փորձերից գոյացած թափոնները լցնել հատուկ աղբամանի մեջ։ Փորձն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ օճառով։ Չի թույլատրվում փորձն իրականացնել ոչ լաբորատոր պայմաններում։ Թուղթը կշեռքին դնելուց հետո ցուցմունքը նախապես զրոյացնենք։ Քիմիական գդալիկով նատրիումի կարբոնատ պարունակող տարայից վերցնենք 5 գրամ նատրիումի կարբոնատ, լցնենք կշեռքին դրված փոքրիկ թղթի վրա և կշռենք։ «100 մլ և ավել տարողությամբ քիմիական մաքուր բաժակի մեջ չափագլանի միջոցով լցնենք 50 մլ թորած ջուր։ Նատրիումի կարբոնատի կշռանքը զգուշությամբ լցնենք թորած ջրով լցված բաժակի մեջ, խառնելով ապակյա ձողով, որպեսզի ստանանք նատրիումի կարբոնատի լուծույթ։
Քիմիական գթալիկով մագնեզիումի սուլֆատ պարունակող տարայից վերցնենք 5 գրամ մագնեզիումի սուլֆատ, լցնենք կշեռքին դրված փոքրիկ թղթի վրա և կշռենք։ «100 մլ և ավել տարողությամբ քիմիական մաքուր բաժակի մեջ չափագլանով լցնենք 50 մլ թորած ջուր։ Մագնեզիումի սուլֆատի կշռանքը զգուշությամբ լցնենք թորած ջրով լցված բաժակի մեջ, խառնելով ապակյա ձողով, որպեսզի ստանանք մագնեզիումի սուլֆատի լուծույթ։ Վերցնենք 150 մլ և ավել տարողությամբ մաքուր քիմիական բաժակ, որի մեջ լցնենք նատրիումի կարբոնատի լուծույթը, այնուհետև վրան դանդաղորեն լցնենք մագնեզիումի սուլֆատի լուծույթը։ Ապակյա ձողով խառնենք բաժակի պարունակությունը։ Հետևելով փոփոխություններին լրացնենք աղյուսակը։ Լուծույթը պղտորվեց, առաջացավ նստվածք։ Փորձն ավարտելուց հետո կարգի բերենք աշխատասեղանը հաշվի առնելով անվտանգության կանոնները։ Ռեակցիայի ընթացքում մագնեզիումի իոնը միացավ կարբոնատի իոնին, առաջացնելով մագնեզիումի կարբոնատ, որը ջրում չի լուծվում, արդյունքում առաջացավ սպիտակ նստվածք։ Մենք տեսանք նաև, որ նատրիումի կարբոնատն ու մագնեզիումի սուլֆատը ջրում լուծելի են, բայց մագնեզիումի կարբոնատը ոչ։ Սա վկայում է, որ աղերի լուծելիությունը կախված է դրանց քիմիական կազմից։ Վերոնշյալ կետերի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ փոխանակման ռեակցիաներին բնորոշ հատկություններից է իոնափոխանակման արդյունքում անլուծելի միացության նստվածքի առաջացումը։ Քիմիական ռեակցիաները ոչ միայն տեսական գիտելիք են, այլև մեր կյանքի անբաժանելի մաս։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։